Մարդ, գուցե դու էլ շատ անգամ մտածել ես, ով է նա, մի բուռ հող, թե Աստծո պատկերով ստեղծված մի գոյություն, որի մեջ դրած է հավիտենականության հոգին, Աստված ասաց. եկեք ստեղծենք մարդուն մեր կերպարանքով և մեր նմանությամբ։ Ահա թե ով է մարդը, և ոչ թե պատահականության արդյունք, այլ աստվածային մտքի և սիրո ստեղծագործություն։ Բայց ով կարող է ժխտել, որ այս փառավոր էակին շատ անգամ մեղք է, վիշտ է, կյանքի խփած հարվածները կոտրում են նրա մեջ եղած հավատը, խաղաղությունը և նույնիսկ ինքնությունը, տանելով շատ խորը, այդքան փառավոր, բայց կործանման եզրին։ Բայց իմացիր, եթե նույնիսկ փառքի փոխարեն կապանքի շղթաներն են, և հոգուտ մեջ ձայներ, որ ասում են վերջացավ, ուշ է, հիշիր Գերգեսացի երկրի մարդուն, նա լեգիոն դևերի իշխանության տակ էր, նա ոչ թե ապրում էր, այլ գոյատևում քարերի մեջ, մենակության մեջ, խավարի մեջ գերեզմաններում։ Նրան շուրջ բոլորն ասել էին. սա վերջացած է, կործանված և չկա ետդարձի ճամփա։ Այսպես էին ասում մարդիկ, այսպես էր ասում հասարակությունը, նույնիսկ իր մաշված վիրավոր գիտակցությունը։ Բայց հենց այդ պահին հորիզոնում հայտնվեց նա, Քրիստոսը, Մեսիան, ոչ թե հեռվից դիտող, այլ մոտեցող, ոչ թե դատող, այլ ընդունող, ոչ թե խղճալու հայացքով, այլ խորը կարեկցությամբ լի աչքերով։ Նրա ոտքերը կանգնեցին խավարով պատված հողին, բայց նրան շրջապատող լույսը ներս սողաց ամեն խավար բջիջ։ Նրա մոտենալը չէր ուղեկցվում աղմուկով, իշխանական շքեղությամբ, այլ մի անդորրով, որը ճեղքում էր դևերի ճիչը։ Նա չէր բարձրաձայն խոսում, բայց նրա լռությունը ճնշում էր բոլոր գոռացող ձայները։ Նրա աչքերը նայում էին մարդուն ոչ թե որպես խելագարի, այլ որպես որդու, ում մեջ դեռ ապրում է Աստծո պատկերն ու խոստումը։ Մինչ բոլորը փախչում էին նրանից, Քրիստոսը հենց դեպի նա էր գնում։ Մինչ բոլորն ասում էին, որ չկա ետդարձի ճամփա, նա կարծես պատասխանում էր. ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը և ես եմ կյանքը։ Եվ ես եկել եմ ոչ թե արդարներին կանչելու, այլ կորսվածներին փնտրելու և փրկելու։ Նա կանգնեց մի մարդու առաջ, ով իրեն մարդ չէր զգում, բայց նրա ներկայությունը սկսեց վերագտնել մոռացված մարդուն։ Նրա լուռ հանդարտության մեջ կար մի սրբազան զորություն, որ ոչ մի դև չկարողացավ կանգնեցնել։ Եվ այդ մարդը, դիվահարը, վազեց դեպի Քրիստոսը, դեպի Մեսիան, որովհետև նրա ներսում եղավ մի պայթյուն, որը դևերի դիմադրությանը անզորության մատնեց, քանզի ներսում մի կայծ կար, Աստծո պատկերից մնացած վերջին նշույլը, որը արձագանքեց Արարչի ներկայությանը։ Այսօր կարող է մութ լինի, այսօր կարող է ձայները քաշում են քեզ անդունդ, բայց դու մարդ ես, աստվածային պատկերի կրող։ Եվ եթե որոշես գնալ դեպի Քրիստոսը, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել քեզ։ Քեզ համար դեռ չի ավարտվել, Աստված դեռ գործում է, և դու դեռ կանչված ես ապրելու իբարս նրա անունին։
Ամեն։